վարչապետի մասին, ինչպես գիտեք, նա ծնված կենդանակերպով երկվորյակ է, Մերկուրին էլ գտնվում է երկվորյակի կենդանակերպում, եթե մենք այստեղ դիտենք, նրա քարտեզում ոչ մի մոլորակ չկա հողի կենդանակերպում։ Իսկ դա նշանակում է, որ անձը կարող է ունենալ իդեաներ, մտքեր, խոսել, բայց այդ ամենը իրականացնել նրա համար դժվար կլինի։ Իսկ դրա համար պետք են անձիկ, որոնք ուղղակի կօգնեն նրան այդ հարցում։ Իսկ արդյոք կօգնեն թե ոչ, դա կախված է նաև անձի որակներից եւ արդյոք նա կվերցնի այդ օգնությունը թե ոչ։ Մերկուրին արևը երկորյակում ինչ հետաքրքիր փաստ է արձանագրել, որ իր իջնող հանգույցի երկորյակում նա չպիտի զբաղվեր լրագրությամբ երկորյակում։ Նրա բարձրացող հանգույցը աղեղնավորում, այս կյանքում նա անպայման պետք է ստանար բարձրագույն կրթություն։ Տեսնում եք, մարդկանց կյանքի իրավիճակները ինչպես են աշխատում աստղաբանական քարտեզի համադրությամբ։ Չգիտեմ, նա վերջացրել է թե ոչ, համենայն դեպս այդ թուղթը նա ստացել է։ Կարևոր բան, որ նա երբեք չպիտի լիներ լրագրող։ Եթե այդ հիմքերը կային, եթե այդ ներուժ ուներ, ապա նա իր կյանքի հաջորդ փուլերում պետք է զբաղվի դիվանագիտությամբ եւ անպայման աղեղնավոր դա օտար երկրներն են, դա կապերն են, ահա սա է այն կարևոր կետը, թույլ կետը մարդու, որը մարդը պետք է իրականացնի այս կյանքում։ Սև լուսինը եւ լուսինը ձկների կենդանակերպում, գիտեք, ձկները հոգեվիճակն է, սև լուսինը, այո, երբեմն բարդ հոգեվիճակում է գտնում, իր մայրիկի հետ կապված որոշակի այդպես հարցեր կան, հա, եւ միշտ ասում են, ինչու նա չի բացահայտում այդ կոռուպցիոն սխեմաները, որովհետև ընդդիմադիր դաշտում այն երկու կարկառուն ղեկավարները, ներկայացուցիչները, ղեկավարները նախքին նրանց մոտ սև լուսինը գտնում է կարիճի կենդանակերպում։ Արդյոք սև լուսինը ձկների կենդանակերպում այդքան հզոր է, ձուկը այդքան հզոր է, որ պայքարի կարիճի դեմ եւ բացահայտի այդ բոլոր սխեմաները։ Կարծում եմ, որ ոչ սիրելի հետևորդներ, եւ նրանք, ովքեր ընդդիմադիր դաշտում են, եւ նրանք նաեւ, ովքեր գտնվում են իշխանական թևում, իմացեք, որ այդ ղեկավարների քարտեզներում շատ մոլորակային դիրքավորումներ ուղղակի բարենպաստ են։ Դուք ուղղակի գտնվում եք այդ երկու օղակների արանքում եւ թունավորում եք ձեր կյանքը չարախոսությամբ, քաղաքական հարթակում ձեր մեկնաբանություններով, իմացեք, որ այդ ամենը ղեկավարվում է վերին ուժերի, նաև երկիրը ղեկավարող էլիտայի կողմից։ Եվ ինչն եմ հայտնաբերել այս վերջին ժամանակներում, 1378 թվականին Կիլիկիայի թագավոր Լևոն 6-ը Գանձարյանը պահ է տվել